Հարգելի գործընկերներ, իհարկե 2025 թվականի պետական բյուջեի մասին կարելի է դեռ խոսել, բայց ես այստեղ կամ կառնեմ եւ ուզում եմ մի նրբության վրա հրավիրել մեր բոլորի եւ մեզ հետևող մեր սիրելի հայրենակիցների ուշադրությունը մանավանդ ընտրություններից հետո այս ընթացքում իհարկե մեր հայրենակիցները տարբեր բնակավայրերում, տարբեր մարզերում, տարբեր քաղաքներում տարբեր հարցեր են բարձրացրել եւ իմ արձագանքը եղել է հետեւյալը, որը իր մեջ իհարկե պատկերավորության որոշակի էլեմենտ պարունակում է, բայց մեծ հաշվով նաեւ շատ առարկայական նշանակություն ունի տարբեր բնակավայրերում, երբ որ տարբեր հարցեր են բարձրացնում, իմ արձագանքը եղել է հետեւյալը, որ մենք այդ բոլոր խնդիրները կհասցեագրենք, միայն մի պայման ունեմ, որ գյուղի կամ քաղաքի կամ թաղամասի կամ բնակավայրի բնակիչները երբեք որևէ դնում անելիս խանութից կամ վաճառքի կետից չհեռանան առանց հսկիչ դրամարկային կտրոնի։ Էլի եմ ասում, այս արտահայտությունը որոշակի պատկերավորության էլեմենտ պարունակում է, բայց միայն մասամբ, որովհետև սա ճշգրիտ է արտահայտում այն մեթոդաբանությունը եւ մեխանիզմը, որով մենք լուծում ենք հարցեր եւ որով ավելանում են հարցեր լուծելու մեր կարողությունները եւ ես մտածում եմ, որ առաջիկայում մենք կարող ենք նույնիսկ որոշակի արհեստական բանականությունը գուցե նաեւ մեզ կօգնի որոշակի գործիքներ ներդնել տեսնելու համար, թե որ բնակավայրերում են, որ ստվերը առավել արագ է կրճատվում եւ գուցե թե մենք այդ թվում սուբվենցիոն մեխանիզմներով կամ այլ մեխանիզմներով որոշակի լրացուցիչ գործիքներ կնախատեսենք այն բնակավայրերի համար, որտեղ մենք կտեսնենք, որ ստվերի կրճատումը տեղի է ունենում ավելի ինտենսիվ, որովհետև ես համոզված եմ, որ մեր բոլոր բնակավայրերում այս ուղերձը աշխատում է, այդ ուղերձը տեղ է հասել, բայց այնուամենայնիվ ինտենսիվության տարբեր չափեր կարող են լինել եւ մենք տարբեր տեղերում ինտենսիվության այդ չափը կարող ենք դարձնել լրացուցիչ գործոն եւ լրացուցիչ գործիք, որպեսզի մենք ֆինանսավորենք ծրագրերը։ Առաջիկա տարիներին նաեւ մեր պայմանավորվածության համաձայն ջրի հետ կապված հարցեր լինելու են բացարձակ առաջնահերթությունների հնգյակում, որովհետև մենք շատ մեծ ներդրումներ ենք արել ջրային ոլորտում, բայց նաև շատ մեծ աշխատանք կա դեռ անելու եւ ինչպես խոստացել եմ, առաջիկայում մենք ջրի հետ կապված հարցերին առավել մեծ ուշադրություն կդարձնենք, ընդ որում 3 կոմպոնենտներ ուզում եմ ընդգծել։ Առաջինը խմելու ջրի մատակարարում, երկրորդը ոռոգման ջրի մատակարարում եւ ջրահեռացում։ Մենք արդեն եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում եւ Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի մեջ գրել ենք, որ մեր ռազմավարական ծրագիրը հետեւյալն է, որ առանց մաքրման ոչ մի լիտր օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն, բայց սա նշանակում է նաեւ իր հերթին, որ մենք ջրի ավելի մեծ քանակներ օգտագործելու հնարավորություն ենք ունենալու, որովհետև մաքրված ջուրը ավելի մեծացնում է այն ծավալները, որը մենք կարող ենք օգտագործել։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար